Օգոստոսի 4-ին ներքին գործերի նախարարության փրկարծառայության տնօրեն ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Ղազարյանն ընդունել է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության Վրաստանի գրասենյակի մշտական ներկայացուցիչ Մասահիրո Ուեկիին եւ Հայաստանում JICA-ի խորհրդատու Ռուզան Խոջիկյանին։ Արամ Ղազարյանը կարևորել է JICA-ի հետ արդյունավետ համագործակցությունը, նշելով, որ գործակալության աջակցությամբ իրականացված ծրագրերը նշանակալի ներդրում են ունեցել փրկարծառայության տեխնիկական վերազինման, անձնակազմի մասնագիտական կարողությունների զարգացման եւ աղետների ռիսկի կառավարման համակարգի կատարելագործման գործում։ Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության Վրաստանի գրասենյակի մշտական ներկայացուցիչ Մասահիրո Ուեկին շնորհակալություն հայտնելով ջերմընդունելության համար գոհունակությամբ արձանագրել է, որ հայկական կողմը բարձր է գնահատում աղետների ռիսկի կառավարման ոլորտում Ճապոնիայի բազմամյա փորձը։ Քննարկվել են փրկարծառայության տեխնիկական համալրման, աղետների ռիսկի նվազեցման, Սենդայի գործողությունների ծրագրի իրականացման, ինչպես նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։ Կողմերը վերահաստատել են գործընկերությունն առավել ամրապնդելու եւ թիրախային ուղղություններով համատեղ նախաձեռնությունները շարունակելու պատրաստակամությունը։ Հանցավոր դրսևորումների կանխում, հնարավոր օջախների վերահսկողությամբ, ապօրինի զենքերի ու թմրամիջոցների հայտնաբերում թիրախային հակազդմամբ ներքին գործերի նախարարության ոստիկանության ծառայողները նույն հետևողականությամբ հանրապետության ողջ տարածքում շարունակում են հատուկ միջոցառումները։ Միայն հուլիսի 22-ից 31-ը ներքին գործերի նախարարության ոստիկանության ծառայողները շրջայցեր են իրականացրել տարբեր բնակավայրերի շուրջ 3 տասնյակ հավաքատեղիներում։ Թիրախային աշխատանքի արդյունքում համայնքային ոստիկանության բաժին են տեղափոխվել նախկինում դատապարտված եւ հանցավոր հակումներ ունեցող 425 անձ, հայտնաբերվել եւ բաժիններ են տարվել նաեւ հետախուզման մեջ գտնվող անձինք։ Հատուկ միջոցառումների ընթացքում հայտնաբերվել են մարտական եւ գազային ատրճանակներ, հրացաններ, կրպազենք, տանակներ, տարբեր տեսակի թմրամիջոցներ։ Ներքին գործերի նախարարության ոստիկանությունը շարունակելու է օպերատիվ կանխարգելիչ միջոցառումները հասարակական կարգն ու հանրային անվտանգությունն ապահովելու նպատակով։ Առաջին դեպքով ապօրինի արդյունահանման վերաբերյալ օպերատիվ տեղեկությունը ստացել էին քրեական ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության ծառայողները։ Ըստ տեղեկության Երևանի բնակիչ 53-ամյա մի տղամարդ Արմավիրի մարզի Արևադաշտ գյուղի տարածքում սեփականության իրավունքով իրեն պատկանող մոտ 2 հեկտար տարածքում ջրավազան եւ պոմպակայան կառուցելու պատրվակով առանց հատուկ թույլտվության այս տարվա հուլիսի 12-ից 17 ընկած ժամանակահատվածում իրականացրել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն։ Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության գործընկերների հետ տեղեկությունը ստուգվեց ու հաստատվեց։ Պարզվեց, որ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն այս ընթացքում ապօրինի արդյունահանել է շուրջ 2200 խորանարդ մետր ավազակոպճային հանույթ, որն օգտագործել է Վանանդ գյուղի վարչական տարածքում կատարված ճանապարհաշինական աշխատանքների ընթացքում։ Ըստ նախնական տվյալների պետության օրինական շահերին պատճառվել է խոշոր չափերի մոտ 2.2 միլիոն դրամի վնաս։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն։ Նման մի տեղեկություն էլ քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները ստացել էին հուլիսի 21-ին։ Ըստ փաստական տվյալների իրար փոխկապակցված սահմանափակ պատասխանատվությամբ երկու ընկերություն Արգավանդ գյուղի վարչական տարածքում գտնվող ավելի քան 7 հեկտարի վրա խախտելով ընդերկօգտագործման պահանջները իրականացրել են ավազակոպճագլաքարային խառնուրդի արդյունահանում, խառնուրդը տեղափոխել Եղեգնուտում գործող ավազի լվացման կայան եւ մշակելուց հետո իրացրել։ Ստուգման ընթացքում ապօրինի հանքարդյունահանման տարածքում հայտնաբերվել են շինտեխնիկայի եւ հանույթով բարձած բեռնատարներ։ Ըստ նախնական տվյալների պետության եւ համայնքի շահերին պատճառվել է էական վնաս։ Այս դեպքով եւս կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն։ Հուլիսի 13-ի առավոտյան ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ Դավթաշենի իրենց շենքի մոտ կայանված մեքենայից գողացել են դիմացի հատվածի դետալներ։ Համայնքային ոստիկանության Դավթաշենի բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ գիշերը ավտոկայանատեղիում հանել տարել են մեքենայի թափարգելը, լուսարձակները, հովացման համակարգի քողարկիչն ու շարժիչի ծածկոցը, պատճառելով մոտ 1 միլիոն դրամի վնաս։ Աչափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ, որի շրջանակում համայնքային ոստիկանների ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ գողությունը կատարել է մայրաքաղաքի Մոլդովական փողոցի 36-ամյա բնակիչը։ Բացատրական աշխատանքի արդյունքում նա ներկայացել է համայնքային ոստիկանության Դավթաշենի բաժին, հետը բերելով գողոնը։ Նախաքննությունը շարունակվում է։
Տեսագրությունում պատկերված անձինք որոնվում են նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում նրանց ինքնության կամ գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք դիմել համայնքային ոստիկանության Էրեբունու կամ մոտակա բաժին կամ զանգահարել 112, տեղեկություն հայտնող անձի գաղտնիությունը երաշխավորվում է։ Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության կողմից որպես անհետ կորած որոնվում է 1992 թվականին ծնված Վահագն Մարտիրոսյանը։ Նա դուրս է եկել Ճամբարակ համայնքի իր բնակարանից եւ չի վերադարձել։ Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 112։ Ըստ ճանապարհային երթևեկության կանոնների 88-րդ կետի վարորդներին արգելվում է մուտք գործել խաչմերուկ, եթե առջևում երթևեկության ուղղությամբ առաջացել է խցանում, որը կհարկադրի կանգ առնել եւ կստեղծի խոչընդոտ հատող ճանապարհով տրանսպորտային միջոցների երթևեկության համար։ Այս կանոնի խախտումը վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 124-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի 5000 դրամի չափով եւ տուգանային 1 միավորի կիրառում։ Ներքին գործերի նախարարությունը հորդորում է խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։ 2025 թվականի հունիս ամսից ոստիկանությունում գործարկվել է Safe-U առցանց անվտանգ բջջային հավելվածը։ Ընտանեկան եւ կենցաղային բռնության դեպքերին արագ արձագանքելու եւ լատենտային բնույթ կրող դեպքերը բացահայտելու նպատակով Safe-U-ն ապահովում է առավել արագ արձագանքում։ Հավելվածը հնարավորություն է տալիս բռնությունից տուժած անձանց կանչ կոճակի միջոցով արագ ահազանգել ոստիկանություն եւ ստանալ համապատասխան աջակցություն։ Անձնական տվյալների պաշտպանության տեսանկյունից հավելվածն անվտանգ է, չունի անձնական տվյալների արտահոսքի ռիսկեր։ Հավելվածը մշակվել է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ եւ ինտեգրվել ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոնում։ Հանրապետությունում ջերմաստիճանի բարձրացման պատճառով մեծացել է անտառներում եւ խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման եւ տարածման վտանգը։ Անտառային եւ բուսածածկ տարածքներում հրդեհները կանխարգելելու նպատակով արգելվում է վառել խարույկներ չնախատեսված վայրերում։ Խիստ անհրաժեշտության դեպքում դա կարելի է անել բաց տարածքներում, շրջապատելով խարույկը 5 մետրից ոչ պակաս միներալիզացված շերտով, իսկ վերջում հանգցնել ջրով կամ ծածկել հողով։ Բաց տարածքներում թողնել շշեր, ապակու կտորներ, քանի որ դրանք կարող են ֆոկուսացնել արևի ճառագայթներն ու դառնալ հրկիզող ոսպնյակներ, նետել այրվող լուցկի, չմարված ծխախոտի մնացորդ, ծխել եւ օգտվել բաց կրակից, վառելիքով լիցքավորված տարաների կամ մեքենաների շրջակայքում, կատարել չոր խոտի, խոզանի այրում, թողնել քսայուղով, բենզինով, կերոսինով եւ այլ դյուրավառ հեղուկներով ներծծված լաթեր եւ այլն։ Հարգելի քաղաքացիներ, պահպանեք հրդեհային անվտանգության կանոնները, հոգ տարեք շրջակա միջավայրի կենսաբազմազանության մասին, իսկ նկատած հրդեհի կամ ծխի դեպքում զանգահարեք ներքին գործերի նախարարության օպերատիվ կառավարման կենտրոնի 112 հեռախոսահամարին։ Կառավարությունն իրազեկում է Անտառներն ու բուսածածկ տարածքները մեր երկրի կենսական եւ ռազմավարական հարստությունն են, սակայն անգամ մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ։ Բնության գրկում հանգիստը կազմակերպելիս դրսևորեք հոգատարություն, ստեղծեք մաքուր եւ անվտանգ միջավայր։ Հրդեհավտանգ ժամանակաշրջանում խստիվ արգելվում է բուսածածկ տարածքներում նետել այրվող լուցկի կամ ծխախոտի մնացորդներ, չնախատեսված վայրերում խարույկ վառել։
Արգելվում է վառելիքով լիցքավորված ավտոմեքենաների շրջակայքում ծխելը, բաց կրակից օգտվելը, ինչպես նաև բացատներում շշեր եւ ապակու կտորներ թողնելը։ Դրանք կարող են ոսպնյակի նման ֆոկուսացնել արևի ճառագայթները։ Արգելվում է այրել չոր խոտը կամ խոզանը։ Վառելանյութերն ու քսանյութերը պահեք փակ տարաներում։ Դրանց պահման վայրերը շրջափակեք առնվազն 1.5 մետր հանքայնացված շերտով։ Մաքրեք բուսածածկույթից եւ փայտի մնացորդներից։ Հրդեհի փոքր օջախ տեսնելիս անտարբեր մի անցեք։ Անմիջապես փորձեք մարել կրակը կամ արագ հազանգեք 112։